Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններից մինչև էքսկլավ-անկլավներ ու թրիփ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենշաբաթյա ճեպազրույցում նրան ուղղված ներքաղաքական հարցերի մեծ մասը վերաբերում էր Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, թե նրա քրեական հետապնդումը արդյոք չունի քաղաքական դրդապատճառներ, ինչ պետք է անեն Ծառուկյանին առնչվող ընկերությունների աշխատակիցները, որոնց իրավունքները ոտնահարվում են, պատկան մարմիններն արդյոք ճիշտ են վարվել նրա կենդանիների հետ եւ այլն։ Ծառուկյանի քրեական հետապնդման վերաբերյալ երկրի ղեկավարը կրկնեց, որ նախորդ 8 տարիներին ստիպված են եղել պայքարել նաև դատաիրավական մաֆիայի դեմ։ Այդ գործերը պատշաճ ընթացք չեն ստացել, այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով։ Եվ մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ եւ դատաիրավական համակարգը այդ թվում նորմալ չի գործել։ Հիմա Հայաստանի ժողովրդի եւ կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի։ Դա նաեւ նրա մասին է խոսում, որ մինչեւ հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ինչ-որ խնդիրներ շարունակում են դες տեղապտույտի վիճակում հայտնվել։ Փաշինյանն ասաց, այն տեսանյութը, որից եզրակացվել է, թե Ծառուկյանի նկատմամբ իրավապահների գործողություններն անհամաչափ են, ինքը չի նայել։ Տվյալ քրեական վարույթի վերաբերյալ նշեց, որքան իրեն հայտնի է, դա հարուցվել է դեռ 2025 թվականին, օտարերկրյա ներդրողի դիմումի հիման վրա։ Անորոշ իրավիճակում հայտնված հազարավոր քաղաքացիների մասին վարչապետն ասաց. Մի քանի օր անցել մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինի։ Այսինքն այդ մարդկանց շահերը չեն կանտեսի։ Արարատ ցեմենտին անդրադառնալով կրկնեց, շուտով այն պետականացվելու է։ Նշանակվելու է կառավարիչ։ Աշխատակիցների բողոքի ցույցին արձագանքելով էլ հիշեցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը, երբ խոստացել էր, որ պատվերով գործողություններ անողները, մարդկանց ճնշելով գործողությունների մղողները կազատվեն աշխատանքից ու այդպես էլ եղավ։ Խորհուրդ տվեց նույնը չկրկնել Արարատ ցեմենտում։ Ինչ վերաբերում է Ծառուկյանի կենդանիներին, երբ առյուծներից մեկը Երևանի կենդանաբանական այգի տեղափոխվելուց հետո անկել էր։ Եթե կա մարդ, որը պետքա պատասխանատվություն կրի, ինչքան գիտեմ, քննություն է նշանակված։ Հայաստանում մարդիկ ուզում են տեսնել կարգ ու կանոն, արդարություն եւ արդարադատություն եւ պետք է տեսնեն։ Ուրիշ տարբերակ չկա, հայտարարեց վարչապետը։ Սահմանադրություն ընդունում է, ինչքան էլ փորձ արվում կապել եւ այդ թվում այդ պատճառով է համակարգային ձևով փորձ արվում ներքին եւ արտաքին ուժերի կողմից այդ թեման նենգապոխել։ Դրա համար է պետք ամեն մեկը դատաիրավական համակարգում աներ ունեն, անձեռնմ խելի պաշտոններում կոնկրետ իրանց անունով մարդիկ ունեն նշանակած։ Մարդիկ ունեն նշանակած։ Իրանց անձնական դատավորներն ունեն համակարգերում նշանակած։ Այդ թվում պատերազմի եռագլուխ կուսակցության անդամները։ Ու այդ մարդիկ սահմանադրորեն անձեռնմ խելի են։ Բայց ինչքան ենք մենք ասելու դե լավ, հա։ Չի կարա տենց բանը լինի։ Եվ չի կարա լինի տենց բան, այդ թվում նրա համար, որ ժողովուրդը իմ առաջ կոնկրետ այդ հարցը դրել է, ես պարտավոր եմ այդ հարցի լուծման համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ ապահովել, իհարկե օրինականության եւ սահմանադրականության շրջանակներում։ Փաշինյանը շեշտեց, եթե դրա համար պետք է քաղաքական պատասխանատու ու պատասխանատվություն, ապա ինքն է կրում այդ պատասխանատվությունը, քանի որ ժողովուրդն է այդ պատասխանատվությունը դրել իր վրա։ Նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ։ Առայժմ եղած հապաղումը կապված էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամների առաջարկների հետ։ Դրանք նախընտրական շրջանում չէին կարող հանդարտ պայմաններում քննարկել, հետևաբար որոշել են դա անել ավելի ուշ։ Ինչ վերաբերում է մեր երկրի սահմանադրության առնչությամբ Ադրբեջանից հնչող պահանջներին, վարչապետը եւս մեկ անգամ կրկնեց. Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր արտաքին քաղաքականության ոլորտում չեն քննարկում, բայց շարունակելու են աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալության ուղղությամբ։ Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում եւ դա փաստ է։ Այսինքն նախընտրական ծրագրում արձանագրված է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը եւ ժողովուրդը քվեարկել է 726,000 մարդ քվեարկել է դրա օգտին։ Այլ բան, որ խորհրդանում ուժերի հարաբերակցությունը զուտ սովորական սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի, բայց այդ օրակարգ կա, դա նախընտրական պարտավորություն է, մենք պետք է
դիրքավորվենք, վերլուծենք իրավիճակը եւ դիրքավորվենք այդ թեմայի շուրջ։ Էքսկլավ-անկլավների կիսատ մնացած խնդիրները պետք է լուծել, կարծում է վարչապետը։ Դրանում շահագրգռված են թե Հայաստանը, թե Ադրբեջանը։ Հայաստանի ինքնիշխան տարածք Արծվաշեն գյուղը էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մենք այդ հարցը տեղափոխել ենք մի հարթություն, որ այդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում արտաքին օգտագործմամբ չկիրառվի։ Հարցը կա, հարցը պետք է հասցեագրվի։ Այն համաձայն 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի եւ այն քարտեզների, որոնք դրվում են սահմանազատման հիմքում։ Վարչապետը խնդրի լուծման հնարավոր տարբերակներ է նշում։ Տվյալ տարածքը անկլավի կամ էքսկլավի կարգավիճակով շարունակում է մնալ այն երկրի տարածքում, որին դե յուրե պատկանում է, կամ համարժեք տարածությամբ իրականացվում են փոխանակումներ։ Փաշինյանը վերջերս նկատած մի նրբության վրա է ուշադրություն հրավիրում։ Ադրբեջանի դրամի ու անձնագրի քարտեզներում Արցվաշենն արձանագրված է որպես անկլավ։ Նշված է ուրիշ գույնով որպես Ադրբեջանին չպատկանող տարածք։ Կարծում է Հայաստանն էլ հայելային մոտեցում պետք է ցուցաբերի։ Քարտեզում օրինակ Տիգրանաշենը կամ նախկինում Քյարքի գյուղը նշվի այլ գույնով։ Երբ որ քաղաքացին ինձ հարց տվեց, ինչ նկատի ունեք անկլավ ասելով, նկատի ունենք Արցվաշեն, նկատի ունենք Խեյրեմլի, Բարխուդարլի, այդ նկատի ունենք։ Ինչ լուծում Արցվաշենի դեպքում կլինի, նույն լուծումներն էլ կլինեն մյուսների դեպքում։ Շեշտում է պետք է առաջնորդվել ոչ թե այն տրամաբանությամբ, որ ով ինչ տարածք առել է վերահսկողության տակ, ուրեմն իրեն է պատկանում, այլ խաղաղության համաձայնագրի տրամաբանությամբ։ Ով ինչ վերցրել է իրենն է մոտեցումն ըստ նրա կոնֆլիկտի տրամաբանությունն է, որից հրաժարվել են։ Այդ մոտեցումը վարչապետի խոսքով կնշանակի, որ օրակարգից հանում ենք ջերմուկի ու մնացած օկուպացված տարածքների հարցը։ Այս պահին պայմանավորվածություն, որոշում, ակնարկներ, թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու, չկա, գոյություն չունի։ Արձանագրումը այն է, որ այն քարտեզները, որ դրված են սահմանազատման հիմքում, այդ քարտեզներում այդ տարածքները արտահայտված են եւ ճակատագրական սխալ կլինի մկրատը վերցնել քարտեզների այդ հատվածը կտրել։ Դա կնշանակի մկրատը վերցնել քարտեզը կտրելու գործողությունը լեգիտիմացնել։ Մենք դրան չենք գնա։ Թրիփ նախագծի ու հարևան Իրանի մտահոգությունների վերաբերյալ կրկնեց, Թրիփում որևէ դավադրություն չկա։ Հայաստանը գործում է թափանցիկ, ցանկացած հարցի կարող են ու պատրաստ են պատասխանել։ Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև սա գլոբալ նախագիծ է եւ գնալով հասկանալի է այդ նախագծի արժեքը եւ նշանակությունը ավելի մեծանում է եւ մենք էլ ուզում ենք րոպե առաջ սկսել դրա իրականացումը, րոպե առաջ։ Ինչքան հասկանում եմ, ամերիկյան կողմն էլ է դա ուզում։ Հիմա պատշաճ ընթացակարգեր ապահովելու փուլն է։ Վարչապետը հուսով է արդեն աշնանը գետնի վրա կսկսվեն առաջին աշխատանքները։ Թրիփ նախագծի ոչ ուղղակի նախագծի շրջանակներում չէ, բայց այդ գործընթացը իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու։ Եվ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Այսինքն այստեղ այս դետալները հաշվի առնելով Թրիփ նախագծի իրականացումը անկեղծորեն եւ ուղղակիորեն բխում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ վերջին հանդիպման մասին Հայաստանի ղեկավարը պատասխանեց. ունեցել են բաց, անկեղծ բարեկամական քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Դրանք սակայն չմանրամասնեց, սպասելով, որ իրականություն դառնան ու բոլորի համար տեսանելի։ Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։